Վիզա տարբերակներով կարելի է ստանալ, սկսած աշխատելով այնտեղ, հա, օրինակ վերջացրած հենց ներդրում կատարելով։ Դուք խոսում եք, այո, անցնելուց հետո դուք խոսում եք Golden Visa-ի մասին, ոսկե վիզայի մասին, որը որ մոտավորապես 2 միլիոն դիրխամը գերազանցող ներդրում իրականացնելու պարագայում, որը դոլարի վերածած 500,000 եւ ավել, այդպես հստակ այս բանը չեմ կարող ասել, այդքան դոլարի 500,000 եւ ավել դոլարի ներդրում կատարելու պարագայում մարդը հնարավորություն է ստանում ոսկե վիզա ունենալ ինչ է իրանից ներկայացնում ոսկե վիզան։ Ոսկե վիզան 10 տարի ժամկետով տրվում է մարդուն եւ նա դառնում է resident 10 տարով իր այդ շեմի գույք ձեռք բերելու պարագայում եւ այդ վիզան նա կարող է տալ իր ընտանիքի անդամներին շատ ճիշտ եք դա փոխանցվում է եւ ընտանիքի անդամները եւս այդ ներդրման արդյունքում կարող են դառնալ ոսկե վիզայի, այո։ Իսկ կան ինչ-որ սահմանափակումներ 10 տարվա կտրվածքով, որքան ժամանակ պետք է անցկացնեն Էմիրություններում, որքան նրանից դուրս։ Կարծեմ չկան սահմանափակումներ, առհասարակ Դուբայը եւ Էմիրությունները շատ բաց են, այսպես ասած, համագործակցության տեսանկյունից մարդկանց հետ։ Սահմանափակումներ ասվածը շատ քիչ է այնտեղ, շատ օրենքով է ամեն ինչ եւ սահմանափակումներին եւս վերապահումով են մոտենում եւ դա է որ հեշտացնում է այսպես ասած գնում կատարելու process-ը ես նորից եմ շեշտում եթե այլ երկրներում օրինակ գնում կատարելու համար ինչ որ պարտադիր X փուլերը պետք է անցնի մարդը ապա այս պարագայում թեկուզ նույն փոխանցում անելու process-ն է շատ հեշտ այսինքն մարդուն տալիս են ներդրողին տալիս են ընտրության հնարավորություն ընդհանուր մինչեւ օրինակ կրիպտո արժույթով փոխանցում կատարելու հնարավորությունների դիմաց շատ բաց են կառուցապատողները